Վերջին շրջանում ես դա նկատել եմ սեպտեմբեր, հոկտեմբերի սկիզբ շատ հաճախ հանդիպում են վերին շնչուղիների հիվանդություններն ու ավելի բոլորին լավ ծանոթ գրիպը, ORV շատ հաճախ է հանդիպում եւ ինչու եմ ես անդրադառնում այս հարցին, որտեղ հիմնականում սեպտեմբերի վերջում հաճախ հանդիպում են կանանց, մոտենում են խորհրդատվության ձվարանային դիսֆունկցիայով, այսինքն ցիկլի խախտում, որը ուղեկցվում են նաեւ հաճախամիզությամբ, ավելի բնորոշ բոլորին ծանոթ, այսպես ասեմ, ցիստիտի պատկերով։ Այս երկու ֆակտորը, то есть ֆունկցիոնալ խախտումը եւ հաճախամիզությունը նկատում եմ այն կանանց մոտ, ով որոշ ժամանակ առաջ հիվանդացել է մեզ բոլորին ծանոթ, այսպես ասած, գրիպ, այսինքն այն շնչուղիների հիվանդություն ունեցել, որը ուղեկցվել է հազով, քթից արտադրություն, ջերմություն եւ այլն։ Ինչ եմ ուզում ասեմ, եթե գրիպից հետո դուք արդեն լավանում եք, բայց նկատում եք ցիկլի խախտում, եթե նկատում եք հաճախամիզություն, մռմռոց դիսկոմֆորտ միզելուց, այդ դեպքում պարտադիր դիմում եք նեղ մասնագետի։ Իսկ ընթացքում հենց անմիջապես, եթե նկատում եք շնչուղիների հետ կապված, բոլորիդ նշվածս, կլինիկական պատկերը, ապա պարտադիր թերապևտի, պարտադիր քիթ կոկորտի, որպեսզի բարդություններ չլինեն։ Առողջ եղեք եւ զգոն եղեք։